Okay, ինչ ունենք այսօր։ Bitcoin-ը 2-3 օրում մոտ $10,000 բարձրացավ իր կուրսով ու 1.5 ամիս այսքան բարձր չէր եղել, տպավորությունա որ էսա էլի այս 124,000 ռեկորդը անցնելու է ու գնա այս մոմենտի տակ դեպի նոր բարձունքներ։ Մեր հայկական ժողովրդական ֆինանսական բուրգը FTN-ը մի քանի ժամ վարի գնաց, ավելի քան 50% անկում ապրեց, դրանից հետո էլ օրորի գնալով ընկնում է։ Այս թեմայով երևի առանձին վիդեո արժի նկարել, թե ինչու այս պրոյեկտը գնալու դեպի 0 ու ինչի չարժի ունենալ FTN, եթե հետաքրքիր է այս թեման, իդեպ կոմենտում գրեք հասկանանք արժի առանձին այս թեմայով վիդեո թե չէ։ Ազգային ժողովում էլ պատգամավոր Արման Եղոյանը հարց տվեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին կրիպտոյի ու կանխիկի հետ կապված, ինչն էլ հիմնականում այս վիդեոյում խոսալու ենք։ Հարցը շատ ակտուալ է ու այս ոլորտին, կրիպտո ոլորտին Հայաստանում ամենաշատը այս պայն հենց այս հարցն է ուզում, թե կանխիկը ինչի է սահմանափակվում ու ոնց է այս ոլորտը աշխատելու առանց կանխիկի, որովհետև տարիներ շարունակ մենակ այդ սկզբունքով է այս ոլորտը աշխատել ու ստեղ շատ լուրջ խնդիրներ, շահերի բախումներ, հակասություններ կան բանկային համակարգի հետ։ Իդեպ այս հարցի շուրջ կրիպտո ընկերությունները Հայաստանում գործող հիմնել են հասարակական կազմակերպություն, կրիպտո տնտեսվարողների միություն, որտեղ արդեն 15-ից ավել միջին ու խոշոր ոլորտի համեմատ կազմակերպություններ կան, որոնք որ միասնական հարթակով իրենց իրավունքներն են պաշտպանելու պետական մարմինների հետ բանակցություններում, որ նաև ավելի լսելի ու ընկալելի լինեն որպես ոլորտ։ Անցնենք տեսանյութին, տեսնենք հարց ու պատասխանը ու ընթացքում մեկնաբանենք։ Շնորհակալություն, հարցը ուղղում եմ փոխվարչապետ պարոն Գրիգորյանին։ Պարոն Գրիգորյան, հարցս վերաբերում է կրիպտո արժույթներին եւ ինչու եմ այն ուղղում ձեզ, որովհետեւ կարծում եմ դուք ամենաշատն եք ձեր աշխատանքի բերումով շփվել ոլորտի մասնագետների հետ եւ ամենալավն եք տեղեկացված այնտեղ անցուդարձին եւ վերջին զարգացումներին։ Տեսեք, ազգային ժողովը վերջերս օրենք ընդունեց, որով արգելեց կանխիկով հունվարի 1-ից պիտի ուժի մեջ մտնի կանխիկով կրիպտո արժույթի վաճառքը, հետեւաբար այն հնարավոր է հիմա անել միայն անկանխիկով։ Սակայն այդ ոլորտի մասնագետները, այդ գործով զբաղվող մարդիկ ասում են, որ կա կենտրոնական բանկի շրջաբերականը, որը չի խրախուսում ընդհանրապես կրիպտո արժույթով զբաղվելը առևտրային բանկերի կողմից եւ բնականաբար առևտրային բանկերը հետևում են այդ շրջաբերականին, թեև ես լսել եմ նաեւ այլ 2018 թվականի մայիսին այդ շրջաբերականը հրապարակվել ու ուղարկվել բոլոր բանկերին։ Հավաստումներ կենտրոնական բանկից, որ այդ շրջաբերականը այլևս ուժի մեջ չէ, բայց ես չեմ տեսել որևէ այլ շրջաբերական, որով նախորդը կչեղարկվեր կամ կխրախուսվեր կամ կասել, որ կարելի է արդեն կարող եք զբաղվել։ Ես կխնդրեի ձեր դիրքորոշումը հայտնեիք, ընդհանրապես այս նոր Այս մասով էլ որոշակի ինֆորմացիա տամ։ Այո, կենտրոնական բանկը բանկերին անցած տարի, մոտ մի տարի առաջ երկրորդ շրջաբերականն է ուղարկել, որտեղ որ գրել է արդեն կարաք սպասարկել, ինչ որ տենց պայմաններ է գրել, ինչին համապատասխանելով որ կարող են բանկերը սպասարկեն կրիպտո ոլորտը, բայց մեկը ոչ մի բանկ մինչև այսօրը չի սպասարկում։ Ու ինչ է ստացվում, ու դա արվում է իդեպ բանով, ներքին գրությունով, ոչ թե հանրային հայտարարությունով, այսինքն կենտրոնական բանկը հանրային կերպով պետությանը, քաղաքացիներին, բոլոր տնտեսվարողներին կոչ էր անում 2018 թվականի իր շրջաբերականով, տնամ sense արագ կարամ գտնեմ թե չէ, որը որ ասում էր կրիպտոն շատ վատ բան է, կրիպտոից մի օգտվեք, ինքը շատ ռիսկային է, սա դրել է հանրային կերպով իր կայքում նաև բանկերին ուղարկել ասելա որ սրանից ելնելով մի սպասարկեք դուք կրիպտո ու հիմա ներքին կարգով արդեն, այսինքն հանրային ինքը վատաբանում է ոլորտը ու երբ որ ժամանակն է որ ինքը կարգավորի արդեն հետ կանչի այդ իր որոշումը, ասի չէ, всё նորմալ ոլորտ է, եկեք աշխատենք այս ոլորտի հետ, ինքը դա անում է ներքին կարգով։ Ինչի է այդպես արվում։ Պետքա նույն համարժեքությամբ հղում արվեր նրան, ասեն որ այն որոշումը էլ ուժի մեջ չի, այն հայտարարությունը ուժի մեջ չի, սա հիմա նոր մոտեցում է, որը որ մինչև հիմա չի արվել։ Ոլորտը ինչ է կարծում, ինչպես պիտի մենք առաջ շարժվենք այստեղ։ Հարցին կպատասխանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, համեցեք պարոն Գրիգորյան։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Եղոյանի, խոսքը շատ կարևոր հարց է եւ շատ երկրներ կան, որոնք չեն կարողանում վերջնական լուծում գտնել։ Որևէ մեկը այդ թվում Հայաստանի Հանրապետությունը մասնավորապես դեմ չի թվային ակտիվների գործի խթանմանը, զարգացմանը, թվային ակտիվները դա ապագա է եւ մի օր ի վերջո փողը դառնալու է թվային ակտիվ։ Դա է հեռանկարը։ Այս շատ հետաքրքիր մեկնաբանություն էր, որովհետև նույն կենտրոնական բանկը օրինակ ասում է չէ, կրիպտո արժույթ մի ասեք, կրիպտո ակտիվ է, ինքը փող չի, ինքը արժույթ չի, ինքը փող չի կարող ալնել, ինքը ուղղակի ինչ որ տենց ակտիվ է, գույք է, ոնց որ չգիտեմ, արժի թուղթ է բան ալնում, բայց դա փող չի, հանկարծ մեր սուրբ փողի դաշտը չմտնեք, որովհետև բանս էլի պետության հետ մրցակցություն կլինի հանկարծ, եթե սա այդ որպես փող դիտարկենք, բայց այդտեղ փոխվարչապետը ինքը ասում է
որ չէ, վաղը մյուսօր փողը հենց դառնալու է թվային ակտիվ։ Ինձ թվում է ինքը որպես ավելի վերևից նայող, ոչ միայն տենց նեղ բանկի տեսանկյունից նայելով, այլ տեսնելով տեխնոլոգիան, տենդենսները ոնց են գնում, համ բանկին նայելով, համ IT-ին, համ առևտրին, համ գլոբալ զարգացումներին, ինքը ավելի շատ տեսլական ունի, որ հա, ի վերջո թվային ակտիվներն են փողը դառնալու։ Ու իհարկե մենք բոլորս էլ այս ալիքին ով հետևում է, երևի այս նույն կարծիքը ունեն։ Մյուս կողմից դեռ ավելի շատ խնդիր կայանում նրանում, որ որքանով է գույքի սեփականատերը նույնականացվում կամ որքանով է դա հնարավոր իրականացնել։ Այսինքն իրականության մեջ թե մեր թե կենտրոնական բանկի կարգավորումների խնդիրը բացարձակ չի վերաբերվում կրիպտոարժույթի կամ թվային ակտիվի շրջանառությանը։ Բացարձակ։ Եվ մենք ուզում ենք, որ լիարժեք քաղաքացիական օրենսգիրքը ճանաչի կրիպտոարժույթը, կրիպտոակտիվը որպես լիարժեք գույք, որը շրջանառվում է Հայաստանի Հանրապետությունում։ Իրականում շրջանառությունը ոչ մի ձև չեն կարող կարգավորել, որտեղ կրիպտոյի հենց էությունը ապակենտրոն լինելն է, այստեղ կարող են կրիպտոյին առնչվող ծառայություն մատուցող անձանց ընդհանրապես կարգավորել, ինչը որ հենց անում է պետությունն ու կենտրոնական բանկը։ Միևնույն ժամանակ, եթե մենք ունենք գույքը, մենք պիտի հասկանանք ով է գույքի սեփականատերը։ Հիմա քանի որ կրիպտոակտիվների շրջանառության պարագայում դեռ շատ դժվար խնդիր, հետագծելիությունը չի երևում, առաջանում են նմանատիպ խնդիրներ։ Ինչ վերաբերվում է նախագծին, որ ազգային ժողովում քննարկվեց, փոխանակումը կանխիկով, տեսեք, ստեղ ինչ վտանգ կա, եթե դա դառնա թույլատրելի կամ մնա թույլատրելի, դա նշանակում է, որ մենք ֆիսկալ համակարգին լուրջ հարված ենք տալիս, որովհետև երբ որ այդ գնումը տեղի է ունենում անկանխիկով, դա նշանակում է ֆիսկալ տիրույթում գոնե այդ առևտուրը ինչ որ ձևով, գոնե վճարման փուլում արձանագրվում է եւ ինչ որ չափով հետագծելի է դառնում։ Երբ որ դա տեղի է ունենում կանխիկով, այլևս հնարավոր չի իդենտիֆիկացնել գնման կամ վաճառողին կամ որևէ կերպ տեսնել, թե ի վերջո դրամը ուրա գնացել։ Այս սխալ մեկնաբանությունն է։ Հա, համաձայն եմ, որ այս պայդրությամբ գործող կարգերով, որոնք որ գոյություն չունեն, կրիպտո չենջերը Հայաստանում ոնց ուզել աշխատել են, ոչ մի նույնականացում, ոչ մեկ չգիտի ով գործարք արեց, ուր փող ուղարկեց եւ այլն։ Պետությունը այդ ամեն ինչը չի տեսնում։ Բայց երբ որ այս քննարկումը գնում էր, երբ որ ՆԳՆ-ն բերել էր այս նախագիծը, կրիպտո ոլորտի կազմակերպությունները ասում են, ժողովուրդ, սա շատ ռադիկալ քայլ է, սա վնասում է ոլորտի տրամաբանության սկզբունքներին, շահերին նաև այն առումով, որ հավելյալ միջնորդներ են առաջանում իրենց միջնորդավճարներով, իրենց դանդաղ պրոցեսներով, ու ընդհանրապես կրիպտոն նախատեսված է նրա համար, որպեսզի այլընտրանք հանդիսանա բանկային համակարգին։ Եթե սա կրիպտոների բերում ես բանկերի տակը, այն նույն դանդաղկոտությունը, նույն միջնորդավճարները, որ բանկերում կան, հայտնվել են նույն սկզբունքով կրիպտոյում։ Եթե դու պարտադրում ես ամեն ինչ բանկերով գնալ, ընկերությունները, կրիպտո բիզնեսները ասում են, ժողովուրդ, ձեզ պետք է հետագծելիություն, դրեք անձանց նույնականացման պահանջ, որպեսզի երբ որ մարդիկ գալիս են change, ոնց որ գնում են արտարժույթի փոխանակման կետ դոլարի change, նույն ձև մտնեն իրանց կրիպտոն փոխանակելուց անձնագիրը տան, մարդը ֆիքսվի թե ով է գործարք անողը, ու այդպես պետությունը հարկ եղած դեպքում, եթե ինչ որ հանցագործություններ անում, ինչ որ հարկեր աթաքցնում, ինչ որ վնաս է տալիս ֆիսկալ համակարգին, ինչպես որ պարոն Գրիգորյանը մեկնաբանում է, այդ բոլոր ռիսկերը կչեզոքացվեն, որովհետև նույնականացված կլինի մարդը, որ դա արել է, նաև իհարկե հնարավոր է այդ բոլոր փոխանցումների ինֆորմացիան պահպանել, որ եթե այս մարդը բերել է պայմանական $20,000 պահանջվի, որպեսզի այդ տվյալները պահպանվեն, որ վաղը մյուս օր եթե պետք լինի փոխանցվեն, որ հետո այս $20,000 համարժեք կրիպտոն ուղարկել է կոնկրետ այսինչ կրիպտո հասցեին։ Դա էլ ձեզ եղավ մարդու նույնականացում, թե ով է գործարքերել, մեկ էլ եղավ այն, թե հետագծելություն, թե ուր է գնացել դրա դիմաց փողը։ Սա է միակ խնդիրը։ Մենք բնականաբար շատ զգուշ ենք լինելու եւ ամեն ինչ անելու ենք, որ մեր կարգավորումները որևէ կերպ առավել եւս մայնինգին չխոչընդոտեն։ Հետաքրքիր է, որ mining-ին առավել եւս մեկնաբանություն տրվեց, հասկանում եմ, որ պետությունը նորմալ է, որ շատ գիտելիք ինֆորմացիա չունի կրիպտոյի հետ կապված, բայց ոնց որ mining-ի մասով վերջապես այդ մասը հստակ տեղ հասել է, այն սկզբունքով ամենապարզ բանն է, էլի, որ ֆուտբոլ, գնդակ, ուդար գոլ, էլի, ունես ավել հոսանք, կարաս վերածես mining-ով փողի։ Հեշտ բան է, ունես ավել հոսանք Հայաստան, կարաս mining-ով փող սարքես։ Ոստեղ արդեն պետությունը շահագրգռված է, արդեն վարչապետն էլ մի քանի օր առաջ կառավարության նիստին խոսեց դրա մասին, որ պետք է մեր հոսանքի ավելցուկը օգտագործել կրիպտոյի mining-ում, մեկ էլ արհեստական բանականության այդ չիպերի ֆաբրիկաներում, զավոդներում, որոնք որ այդ հաշվողական ռեսուրսն են գեներացնում, հետո վարձով են տալիս։ Բայց պետք չի ստորադասել կրիպտոյի մյուս առավելությունները։ Mining-ը կրիպտո ոլորտում, ինչ ասեմ, 2% կարող ալնի 3%, 5% մաքսիմում։ Ամենամեծ առավելությունը դա հենց կրիպտոյի փոխանցումներն են, հոսքերն են, որ դու կարող ես ահռելի ֆինանսական հոսքեր որպես պետություն սպասարկել,
ոնց որ բանկային համակարգով ասենք գնում միլիարդավոր դոլարներ, նույն ձև կարա կրիպտոյով տասնյակ հարյուրավոր միլիարդավոր դոլարներ շրջանառվել, նաև այլ երկրներից եկող ու գնացող փողերը միջազգային առևտուրը դու կարող ես տեղի կրիպտո կազմակերպություններով սպասարկել ու ամենամեծ առավելությունը դա է, որ դու կարողանում ես գլոբալ ֆինանսների հոսքի մեջտեղում կանգնել, եթե դու այդտեղ կարողանում ես լավ օրենսդրություն ու լավ կազմակերպություններ ունենալ։ Որովհետև մենք ուզում ենք, որպեսզի մայնինգ լինի, առավել եւս էներգետիկայի ավելցուկների պարագայում։ Եվ դա նաև մայնինգը ինքը շատ լավ գործիք է, որպեսզի մենք մեր սպառումը բալանսի բերենք էներգետիկ արտադրանքի։ Բայց այնուամենայնիվ շրջանառության պարագայում այո, մարտահրավեր եմ մեր օրակարգում եւ ձեր օրակարգում այդ հարցը շարունակելու է մնալ, որովհետեւ ես չեմ կարծում, որ մենք կոնսենսուս կունենանք, որպեսզի ըստ էության գույքի սեփականատերը մնա օֆշորային կամ անտեսանելի գոտում։ Կարա տեսանելի լինի։ Արձագանք պարոն Եղան։ Բան փոխվարչապետ, տեսեք, դեռ կանխիկի մասով կարող ենք առանձին քննարկում ունենալ։ Եկեք այս պահին գործող օրենքով թույլատրված անկանխիկի վերակենտրոնանանք։ Այսօրվա օրենքը թույլ է տալիս անել անկանխիկով։ Հիմա մարդը եթե գնա բանկ, կարող է անկանխիկով կրիպտոարժույթ առնել։ Ինձ ասում են, որ չի կարող, որովհետև բանկը ուղղակի չի սպասարկի։ Ասի մենք չենք անում դա, բացատրելով կամ ընդհանրապես չբացատրելով, լավագույն դեպքում ասելով, որ դա մեր քաղաքականությունն է կամ կենտրոնական բանկի շրջաբերականն է եւ այլն եւ այլն։ Ինչ վերաբերում է ձեր ասած իդենտիֆիկացիային, ինչքանով որ ես եմ հասկանում այդ տեխնոլոգիաներից, հատկապես բիթքոինից, որից ես չունեմ, այդ բան չմտնենք, հա։ Ոչ մեկ չի կարող իմանալ ունեք թե չունեք։ Այ հենց այդ է, ինչքանով ես տեղ իմ խոսքը գնահատում եմ որպես փաստ, էլի արդեն։ Իմաստը հենց այնա, որ չիդենտիֆիկացվի այդ տեխնոլոգիայով։ Ստացվում է, եթե մենք ուզում ենք իդենտիֆիկացնել եւ չենք կարողանում իդենտիֆիկացնել, ստացվում է մենք չենք խելախուսում ընդհանրապես այդ ֆենոմենը։ Նույն հաջողությամբ շատ հետաքրքիր փաստար կա, այսինքն ասում է, եթե ձեր մոտ այն սկզբունքը կա պետությունում բանկային համակարգում, որ պետք է ամեն ինչ պարտադիր իդենտիֆիկացվի, ամեն ինչ հետագծելի լինի եւ այլն, մեկ էստե գալիս է նոր տեխնոլոգիա, որ ինքը էությամբ, ֆունդամենտով նենց աշխատում, որ դու չես կարող այդտեղ ամեն ինչ իդենտիֆիկացնես։ Եթե դու փորձես այն 5 կանոնները կիրառես այս նոր բանի վրա, այս նոր բանը չի աշխատել։ Դու ստացվել է, որ արգելակում ես, տորմուզ ես տալիս, չես խրախուսում սրանից օգտվել։ Շատ ճիշտ փաստար կա բերում։ Մենք կարող ենք ասել, որ քանի կանխիկը կա, 2-2.500 տարի, չէ՞, մինչև անկանխիկի հայտ գալը։ Այդ կանխիկի տիրոջն էլ չէին կարող իդենտիֆիկացնել։ Միտեղ մեկի տանը դրած էր, չգիտեմ, 10 կիլո ոսկի, ումն էր դա։ Ոչ մեկ չէր կարող հաստատ ասել։ Գիտել միայն այդ ոսկու տերը, չէ՞, բայց կանխիկով շրջանառությունը լինում էր, չէ՞, եւ հանցավոր շրջանառություն եւ օրինական շրջանառություն։ Այստեղ այս դիլեման մենք ո՞նց ենք լուծելու, եթե անպայման վերջնանպատակ դնենք իդենտիֆիկացնել, թե ումն է այդ կրիպտո ակտիվը։ Ո՞նց ենք դա անելու։ Ես համաձայն եմ ձեր դիտարկման հետ եւ ինքը པարզ հարց չի։ Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ այս հարցի միակ լուծումը կայանում է նրանում, որ կրիպտո արժույթի առևտրով զբաղվողները ինչ որ ձևով, ոնց որ դա արվում է այլ երկրներում, իդենտիֆիկացնեն եւ իրենց գործունեությունը ինչ որ ձևով կարգավորվի։ Հակառակ դեպքում կանխիկին բախեք ձեր տալիս։ Ի վերջո այո, կանխիկը որևէ մեկը չի արգելել, բայց մենք չենք խթանում կանխիկ շրջանառությունը եւ կարծում եմ հետեւողականորեն պիտի ամեն ինչ անենք, որ չխթանենք։ Հակառակ դեպքում ֆիսկալ համակարգը դառնում է շատ խոցելի։ Հիմա շատ անտրամաբանական կլիներ, եթե մենք կանխիկը չխթանեինք եւ միևնույն ժամանակ խթանեինք կանխիկ առևտուրը կրիպտոակտիվի կամ կրիպտոակտիվի գոյությունը առանց իդենտիֆիկացման։ Հիմա խթանել չխթանելու մասն ենք խոսում։ Մի բան է չխթանելը, ուրիշ բան է արգելելը։ Հիմա ոնց է մենք կանխիկը պետությունում չենք արգելում։ Մարդիկ կարողանում են կանխիկով գործարքներ անել։ Իդեպ երկրներ կան, որտեղ կանխիկը սահմանվել է որպես հիմնարար մարդու իրավունքներից մեկը, որ դու ամեն ինչով, քո կապիտալով, փողերով, ինչ որ միջնորդներից միշտ կախված չլինես։ Ուզես ինքդ քո գումարը պահես, ինքդ քո գումարի տերը լինես։ Այսինքն կանխիկը հիմնարար իրավունքներից մեկը։ Հա, պետությանը հարմար է, որ բանկերով գնալուց շատ բաներ ավելի տեսանելի է, վերահասկելի է, ավելի հեշտ հասանելի է պետության համար, որ վաղը միսօր որոշի բռնագանձի կամ հարկի կարողանա դա անել, բայց ուրիշ բան է, երբ որ դու ուղակի արգելում ես։ Իսկ ստեղ անհամաչափ որոշում է կայացվել կոնկրետ այս ոլորտի հանդեպ, որը որ տանում է նրան, որ դու ուղակի արգելում ես կանխիկով գործարք անելը։ Ու եթե դու ուզում ես խթանես անկանխիկը, խնդրեմ, հուշեմ ոնց անենք, որ խթանեք անկանխիկը։ Բանկերին պարտադրեք, որպեսզի իրանք բոլորը պարտադիր սպասարկեն կրիպտո ընկերություններին, որ եթե իրանք տեսնում են կրիպտոյին առնչվող գործարքներ, ոչ թե վախենան, վայ, կրիպտո չգիտեմ ինչ, այլ ասեն, կրիպտոյա կակրաս, կֆիքսվի, կիդենտիֆիկացվի, որ վաղը մյուսօր եթե պետությունը խնդիր ունենա, կարողանա տեսնի, թե ինչ փոխանցումներ են արվում։
Բացի դրանից կարաս բանկերին խրախուսես կամ էլի նորից պարտադրես, որ իրանք շատ չափազանց ցածր միջնորդավճարներ գանձեն կրիպտո ծառայություն մատուցող ընկերություններից, որովհետեւ դու մարդկանց խրախուսես, որ իրանք գնան բանկերի միջոցով այդ փոխանցումները անեն։ Որ էլ չգնան կանխիկ, օֆիս, բանկոմատ, չգիտեմ ինչ, այդ մեզ էլ որպես կրիպտո ընկերություն օրինակ եմ բերում հարմար չի։ Մենք է շատ կուզեինք, որ գործարքների ինչ որ հատված կամ էլ օրինակ զգալի հատված, որ հիմա իդեպ մեծամասնությունում էր գործարքների sense անկանխիկ է, բայց կանխիկի կենսական պահանջ է նաև։ Մենք էլ կուզեինք, որ հեշտ լիներ գրասենյակներից կամ տունը նստած կարողանար այդ ծառայությունը մատուցել ու պետք չլներ այդ կանխիկի մենեջմենթով զբաղվել, փող տանել, բերել, չգիտեմ ինչ։ Այդ էլ շատ հարմար կլիներ։ Այդտենց կարող եք խթանել անկանխիկը, ոչ թե արգելել կանխիկը, այլ խթանել այլ մեխանիզմներով անկանխիկը։ Չնույնականացնելուց էլի խոսք գնաց, էլի կարելի է բոլոր change-երին ասել, որ դուք պետք է նույնականացնեք հաճախորդներին, օֆիսում կամերա դրած լինի, մարդիկ իմանան, որ իրանք էլ տեսահասկվում են, իրանք գործարքները վերահսկվում են ու անօրինականությունները այդտեղ չանեն։ Այդտեղ դու կարող ես մարդկանց նույնականացվել այդ տվյալները պայես, եթե ինչ-որ ռիսկեր ես տեսնում որպես պետություն։ Իդենտիֆիկացման դա խնդրեմ է։ Հասկանում եք, մի օր կարող է պատահի դրա պատճառով ուղղակի հարկեր չվճարվեն։ Այսինքն վերջնական ռիսկը հանգելու է դրան։ Եթե ինքը դառնա վճարամիջոց ու ազատ շրջանառվի, այդ դեպքում հարց առաջանում, իսկ ինչի շրջանառվի ՀՀ դրամը, կանխիկ թե անկանխիկ, եթե կարելի է շրջանառել կրիպտո ակտիվ եւ որևէ հետագծելիություն չթողել։ Սա է խնդիրը, բայց ամեն դեպքում մենք միևնույնն է միասին շարունակելու ենք այս հարցով զբաղվել, սա դեռ շատ լրամշակման կարիք է ունենալու։ Շնորհակալություն հարց պատասխանը։ Հարկերի հետ կապված էլ մի հատ մեկնաբանություն կուզեմ անեմ։ Ժողովուրդ ջան, պետությունը պետք է հարգել, հարկերի ինստիտուտը պետք է հարգել, պետք է բոլորս մեր փայ մասնակցություն ունենանք պետության կայացման մեջ, բյուջեի ձևավորման մեջ, դրա համար մեր ընկերությունն երբ որ գրանցվել է, առաջին օրվանից մենք հարկեր ենք վճարել։ Մինչև հիմա էլ երևի թե կրիպտո ընկերություններից Հայաստանում ամենաշատ հարկ վճարող ընկերությունն ենք։ Անհամեստող չհնչի ասածս, ամսական մի քանի միլիոն դրամի հարկ ենք վճարում, որը կարծում եմ շատերը չեն անում։ Հիմա ինչ վերաբերում է ընդհանուր հարկերից խուսափմանը, օրինակ կարամ ասեմ, որ վերջին տասնամյակներին հարկերի ծավալը գնալով պետությունները, բոլոր պետությունները գնալով մեծացրել են ու ինչն է պատճառը, որ հասարակությունները ավելի վերահսկելի են դառնում հենց նույն բանկային համակարգի բոլոր փոխանցումների թափանցիկության սկզբունքով ու պետությունը գնալով ավելի շատ ոնց որ փայ է փորձում վերցնել այդ ֆինանսական հոսքերից ու մենք տեսնում ենք որ երկրների մեծամասնությունում պետական ապարատը ինքը անարդյունավետ ձևով է աշխատում որ հաստիկացուցակները ուռճացված են որ ոչ մեկ պատասխանատվության իրենց չի կանչում իրենց անիմաստ արած ծախսերի համար բոլոր երկրներում պետական պարտքերը գնալով ահռելի տեմպերով աճում են բոլոր բյուջեները այնքան փող են ծախսում որ այդքան եկամուտ չունեն ու դա ոնց որ մեծ փուչիկ է ստեղծում որ ոչ մեկ իրան այդ ֆինանսական պատասխանատու չի զգում դու անդադ կարաս հարկեր ավելի շատ ծախս ունենք մի քիչ ավելի շատ բարձրացնենք հարկը այդ սկզբունքով գնաց քաղաքացիների հետևից բայց ամեն դեպքում քաղաքացի պետություն փոխհամաձայնությունը ոնց որ ինքը պայմանագիր լինի, կոնտրակտ լինի, всё պետությունը, պետական մարմինները քաղաքացուն ծառայություն են մատուցում, պետք է այդ տրամբանական գին ունենա այդ ծառայությունը։ Արհեստական բանականությանը հարցնում էի, որտեվ գիտեի մոտարապես պատասխանը ինչ ալնելու, թե հարկերը ինչքան են կազմում, օրինակ 100 տարի առաջ կամ օրինակ 200 տարի առաջ, պատասխանը մոտարապես սա է, որ ընդամենը մի քանի տոկոս է եղել, որ 200 տարի առաջ, ասենք 0-ից 5% էին մարդիկ վճարում մի 100 տարի առաջ ասենք 5-ից 10% էին վճարում, հիմա ինչքան են վճարում 25-ից 40%։ Ինչի է հարկերի մասնաբաժինը ասենց անգամներով մեծացել։ Կարող է 100 տարի առաջ, 200 տարի առաջ պետություն չէին կարող պահել։ Կարող է ինչ-որ ենթակառուցվածքներ այն ժամանակ չկային, կարող է նախարարություններ չկային, կարող է ճանապարհ չէին սարքում մարդիկ, այդ ամեն ինչն էլ կար։ Ուղղակի մարդիկ ավելի արդյունավետ կերպով էին անում։ Ու այդ հարկ հավաքելներ լինում էր որ հիմնական խոշոր տնտեսվարողներից, բիզնեսներից, չգիտեմ, ինչ որ մեկը խոշոր հողատարածքներ ունի, այգիներ ունի, բան ունի, ու պետությունը գնում է իրանցից ինչ որ չափով հարկ է վերցնում, որ կարողանա պետության ծախսերը ֆինանսավորել, են հասարակ մարդիկ հաճախ ընդհանրապես որևէ հարկ չէին վճարում, իսկ հիմա հանկարծակի զարգացած պետություններում, ասենք Եվրոպային նայում ես, սկանդինավյան երկրներում 40, 50, 60% հարկեր են մարդիկ վճարում, այդ որ պահից սկսած մեկ էլ պարզվեց, որ մարդիկ իրենց աշխատածի կեսը պետքա տան պետության։ Հիմա կրիպտոարժույթները ընդհանրապես գործիք են, որոնք որ ուժեղացնում են մարդկանց։ Հիմա սա կարա բերի նրան, որ այդ կոնֆլիկտը, այդ անհնազանդությունը մարդկանց նորից ի հայտ գա, որ մարդիկ եթե համաձայն չեն, որ այսքան շատ հարկ պետք է վճարեն, մարդիկ կրիպտոյով են իրենց փողը պահում, ասում են, ախպեր դու իմ փողին բանին կրիպտոին չես կարող կպնես, գնա ուրիշներից հարկեր թավաքի ու հիմա տեսնում ենք, որ տարբեր ոլորտներում գնալով այդ շատանում է, որ օրինակ եթե դու փողով ես պետական արժույթով ես փողդ պահում,
անկախ են հարկերից, որ բոլորը վճարում են, քեզ մի հատ էլ կհարկեն ինֆլյացիայով։ Փողը կուրճացնեն, քո գրպանի փողը կարժի զրկվի, մի հատ էլ ինֆլյացիայով քեզ կհարկեն։ Անշարժ գույք ես պահում։ Անշարժ գույքի հարկը վերջի տարիներին տենց բազմապատկվելով բարձրացավ։ Հիմա հանկարծակի մեր անշարժ գույքի համար էլ պետք է մենք ահռելի փողեր տանք։ Մենք լավ չասեմ, ես անշարժ գույքի տենց ֆանատ չունեմ այս բանի անշարժ գույք, բայց ովքեր որ խոշոր քառակուսի մետրով կամ սեփական տներ ունեն, իրանք գիտեն, որ իրանց գույք հարկը շատ բարձր աճ է ունեցել, մի քանի անգամ բազմապատկվել է վերջի տարիներին։ Ոստեղ այս ոնց որ արգելակ է ինչ որ չափով հանդիսանալու նաև կառավարությունների համար, պետություններն ստիպված են լինելու մի քիչ հետ նահանջ անել, մի հատ գնահատել, խելամիտ է այսքան հարկ պահանջելը, խելամիտ են մեր ծախսերը, արդյոք այն ծառայությունը, որ մենք մատուցում ենք քաղաքացիներին, այսքան գին ունի, ու մենք ծառայությունը լավ ենք մատուցում։ Հատկապես այն պայմաններում, որ հիմա գլոբալ ավելի փոխկապակցված են երկրները, տնտեսությունները, հոսքերը, յուրիսդիկցիաները, ընկերությունների գրանցումները, ու հիմա գոյություն ունի նաև յուրիսդիկցիայի ու հարկերի պետական արբիտրաժ։ Ինչ է սա նշանակում, որ դու կարող ես նայել քո ֆիրման որտեղ է գրանցում, որ համ հարկերը ցածրել են, համ հեշտ են այդ գրանցման process-ները, ու դու ավելի հեշտ հանգիստ ապրես, ավելի քիչ ստրեսի ենթարկվես, ավելի քիչ ծախսեր ունենաս։ Ու հիմա երբ որ մրցակցային է գլոբալ շուկան դարել, նաև հարկերը շատ երկրներում համոզված եմ առաջիկա տասնամյակներում գնալով նվազելու են։ Ուզեն թե չուզեն պետությունները, էլի էս երկու պատճառով, հա, մեկը մրցակցության, որ կան ասենք երկրներ, ինչպիսիք են, օրինակ, Էմիրատները, որտեղ որ հարկերը 0-ին մոտ են։ Անհատները ոնց որ ընդհանրապես հարկ չեն վճարում, բիզնեսները 5% հարկ են վճարում, ասենք 5%-ի եղածը ինչ է։ Մեր երկրում 30-40% հարկ միջև կարող են բիզնեսները վճարել, ել չասեմ Եվրոպայում, որոնտեղ միջև 60% է հասնում այդ հարկերը։ Ու նմանատիպ պայմաններում մեկը յուրիսդիկցիաների ու հարկերի հետ արբիտրաժի հետևանքով մարդիկ նախընտրելու են ուրիշ երկրներում բացել իրենց ընկերությունները, որտեղ որ ավելի ցածր են հարկերը։ Մյուսն էլ հա ինչու ոչ, կրիպտոյի շնորհիվ մարդիկ կարողանելու են պաշտպանել իրենց կապիտալը։ Պարտադիր չի հարկերից խուսափելով, պարտադիր չի օրենքներ խախտելով, բայց մարդը կարող է իր կրիպտոն դնի իր գրպանը, ասի պետություն ջան, դու իմ փողին հասանելիություն չունես, վերջ, այսքանը վերջացավ։ Դու ուզում ես լավ ծառայություն մատուցես, քո process-ները ավելի օպտիմալ դարձրու, նենց խելամիտ տոկոսներ հարկեր բաներ դուր, որ ես ինքնակամ կարողանամ այդ հարկերը վճարել քո ծառայությունից օգտվել։ Սա կարող է հիմա ոչ միանշանակ ինչ որ բան եմ ասում, բայց ուզում եմ նաև անկեղծ լինել, որ հա, այդ հարկերի հավաքագրման ռիսկը պետությունները ունենալու են կրիպտոյի տարածման հետևանքով։ Բայց դա չի նշանակում, որ մենք կարող ենք արգելել կրիպտոն։ Դու կրիպտոն չես կարող արգելել։ Կրիպտոն շրջանառվելու է sense tenants։ Դու ավելի լավ է վերահսկես կրիպտո ոլորտը խելամիտ կարգավորումներով, էլի խելամիտը ենթադրում է խելամիտ ողջախոհ ծախսեր հարկերի տեսանկյունից, այնպիսի process-ները, որոնք որ մարդկանց կյանքը չեն բարդացնում, որ դու եթե խնդիր ունես հանցավորությունները տեղ բացահայտելու, դու քո հանցավորությունները բացահայտես, իսկ նորմալ օրինապահ քաղաքացիներին ձեռք չտաս, չանհանգստացնես։ Այդ սկզբունքով եթե առաջնորդվենք, հա, Հայաստանում կարող ենք ունենալ նորմալ կրիպտո կարգավորում։ Նաև հետևելով միջազգային լավագույն փորձին, որտեղ որ ոլորտը զարգացած է, հնարավոր է բերել Հայաստան միջազգային խոշոր կրիպտո խաղացողների, էլի ոնց որ խոսեցինք արդեն, միջազգային ֆինանսական կրիպտո հոսքեր սպասարկել, դրանից ունենալ որպես պետություն եկամուտներ, նաև դրանով գեներացնել ինչ որ չափով հարկեր, ու որը որ էլի ոչ պակաս կարևոր է ունենալ նաև այդ մասնագիտական ներուժը, որը համ ներսից կարող ես դու աճացնել, համ էլ դրսից կարաս բերես, որը որ հնարավորություն քեզ կտա ունենաս լավ կրիպտո մասնագետներ, ֆինանսական մասնագետներ, ֆինթեքից ոլորտից մարդիկ, ու թույլ կտա ոնց որ Հայաստանում այդ շուկան ավելի զարգացնել։ Ինչով է այսքանով երևի թե ամփոփենք ես տեսանյութը, իդեպ այդ կրիպտո տնտեսվարողների միության հետ կապված հավելել հայտարարություններ կլինեն տեղյակ կպահենք, թե ոնց է հիմնվել, ովքեր են անդամները ու ինչ աշխատանքներ են տարվում, բայց այս բոլոր ընկերությունները, որ միության մեջ կան, հիմա փաստի առաջ են կանգնած, որ եթե այս կանխիկի սահմանափակումը մնում է, բոլորը փակվելու են։ Ու իհարկե ինչ որ տնտեսվարողներ կլինեն, որ կգնան ստվեր, որտեվ այդ շուկան լինելու է sense tenants, այդ պահանջարկը լինելու է, ինչ որ մարդիկ էլ ասելու են, հա պետությունը չի թողում սպիտակով աշխատենք, ես իմ սեով կաշխատեմ, ոչ մեկ չի իմանա դրա մասին։ Որը էլի լավ չի պետության տեսանկյունից։ Ոչ մեկի շահերից դա չի բխում։ Ավելի լավ է խելամիտ օրենքներ ունենալ։ Ինչով է ամփոփենք տեսանյութը, եթե հետաքրքիր էր հավանեք տեսանյութը բաժանորդագրվեք ալիքին, լավ մնացեք, կհանդիպենք։